Ինչու՞մն այս ամենի հաջողության գաղտնիքը։ Հիացած է նախկին հանրապետական, հիմա ՔՊ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը։ Շունչը գրեթե կտրվում է Թորոսյանի, երբ թվարկում է վարչապետի արտաքին քաղաքականության ձեռքբերումները։ Գրեթե անհնարին էր դիտարկվում, բայց ստացվեց։ Բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը եւս հեշտ չի։ Հեշտ է ըստ Փաշինյանի, միայն պետք է միջազգային գործընկերների հետ շփումները չավարտվեն ԶԱԳՍ-ի թղթով։ Այս ամբիոնից մի քանի անգամ ասել եմ։ Ինքը բալանսավորված արտաքին քաղաքականություն է վարում։ Մոսկվա, Վաշինգտոն, Պեկին, Բրյուսել է գնում, որպեսզի տարբեր հարցերի շուրջ տարբեր առաջարկներ ստանա։ Կոմերցիոն, ոչ թե քաղաքական բաղադրիչ է դնում միջազգային գործընկերների հետ շփումներում։ Պետք չի գործընկերությունը շփոթել ամուսնության հետ եւ ընդհակառակը ամուսնությունը շփոթել գործընկերության հետ։ Նյու Յորքում, Ստրասբուրգում այսքան լիաթոք չէր ծիծաղում Փաշինյանը։ ՄԱԿ-ում եւ ԵԽԽՎ-ում նորածին խաղաղության շուրջ Նիկոլ Փաշինյանի արտահայտած վիճելի մտքերը, Ալիևի հետ հեռակա լեզվակռիվը ամրապնդում են նրա անդիմախոսների համոզմունքը, որ այդ խաղաղությունը մեռելածին է։ Այդ խաղաղության փաստաթուղթ ձեր կոչվածի։ Տարբեր միջազգային ամբիոններից Ալիևին դիմաց Փաշինյանը Երևանում քարտ բլանշ է տալիս Ադրբեջանի նախագահին։ Ըստ Փաշինյանի, Ալիևն ինչքան էլ Զանգեզուրի միջանցք ասի, մենք պետք է հասկանանք, որ դա Հայաստանի մասին չէ։ Վաշինգտոնում այդ հատվածն անուն է ստացել թրիփ։ Դա մեր թեման է, թե մեր թեման չի։ Ես ասում եմ, Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ չի կարող լինել այլ բնորոշումներ եւ իմ ասածը լեգիտիմ է։ Չի հավատում ընդդիմությունը Փաշինյանին, Գեղամ Մանուկյանը պնդում է, իրենց աչքով են տեսել, թե ինչ զիջումների է գնացել Փաշինյանը խաղաղության պայմանագրի բանակցությունների ժամանակ։ Այն բոլոր կետերում, որ հայկական կողմը առնվազն առաջ է քաշել, գլխավոր շտաբի քարտեզներ, սահմանում հայլային ետ քաշում, միջազգային կառույցի ներկայություն վեճահարույց հարցերի լուծման համար բոլոր այդ կետերը Ադրբեջանի պահանջով զիջել եք, բայց ի՞նչ եք թողել, ոչ մի բան չեք թողել այդ թղթի մեջ, տեսել եք 24 լինել այդ թղթը, դրա համար էլ արգելեցիք ադրբեջանցիների պահանջով։ Ըստ Փաշինյանի, եթե ամեն ինչ այդքան վատ է, հիմա անդիմությունը պետք է ոչ թե խորհրդարանում, այլ փողոցում լիներ։ Ինչ գործ ունեք խորհրդարանում։ Բամ ինչ տենց վատ է, հրապարակային էլ տեքստ է, բոլորը կարդում են։ Հիմա դուք կարիք չունեք, որ կոնսպիրատիվ ինֆորմացիա տալ։ Այն ինչ որ դուք ասում եք, բոլոր մարդիկ գիտեն, բա դուրս եկեք հրապարակներ, կոչ արեք։ Այսօր ինչի եք այդքան ջղագրգիռ։ Ինչ է պատահել։ Կարող է խնդիր այնա, որ օգոստոսի 8-ից հետո 3 միջազգային ֆորմատի կարևոր հարթակներում ելույթ եք ունեցել ու 3-ում էլ ստիպված եք եղել խոստովանել, որ այն օրակարգը, որը ժողովրդի վրա ուզում եք ծախել, տապալված է։ Ստիպված եք եղել վախվորած սենց ասել, խնդրում եմ Ալիևը թող պարզաբանի, ինչ նկատի ունես տերմինաբանությունը օգտագործելով։ Եթե տերմինների շուրջ եք պայմանավորվել, զարմանում եմ ինչի մասին եք հայտարարում, որ բարդ հարցերի մասին պայմանավորվել եք։ Մունաթ եք գալիս ԵԽԽՎ падգամավորի վրա, ասում եք դատապարտում եմ Զանգեզուրի միջանցքը, տերմինը որ օգտագործում ես։ Պետք մարդը Ալիևի տերմինն է օգտագործում, Ալիևին կարող է դատապարտեք։ Ալիևին դատապարտելու փոխարեն ըստ Վարդանյանի, Փաշինյանը նորից Ադրբեջանի նախագահի հրահանգով կալանավորում է ընդդիմադիր գործիչներին։ Հետո ուզում եք հաջորդին կանգնենք, հաջորդ չորեքշաբթի որ գաք այստեղ կանգնենք, աջ ձեռքը առաջ տնկենք, ասենք կեցե մեր ֆյուրերը։ Ինչ անում եք, դուրները չի գալի։ Բանը կկողմնորոշվեք, վերջը մենք ձեր համար սրտի ընդդիմություն ենք, թե բանենք, սպառնացող վտանգ, որոնց պետքա բան անել, ոչնչացնել։ Եթե ձեզ հանգիստ։ Անա Ալեքսանյան, չի Եթե ձեր տեղ սրտի ընդդիմություն եք, բա խեք հետապնդում։ Չի 70%-ի վրա քրեական գործեր կային, գործընկերին չի նստած, բա սրտի ընդդիմության հետ տենց են վարվում։ Փաշինյանի ընդդիմախոսներին կալանավորած դատավորներից Արմեն Դանիելյանը ժամանակին կալանավորում, դատարանում խոսքից զրկում էր նաև Փաշինյանի թիմակիցներին, այդ թվում Միեդում դատավոր դարձած Վահե Գրիգորյանին։ Արդարադատության մարտիկ, օբյեկտիվության աղբյուր, իմաստնության ակունք Արմեն Դանիելյանի մասին պատմել եք Միեդ նախագահին, շատ ուշագրավ պատկեր արձանագրվեց։ Ես ուզում եմ դա ձեզ ցույց տալ։ Այստեղ Միեդ նախագահն է, իր կողքին նստած է Վահե Գրիգորյանը, Միեդ դատավորը, որին ժամանակին Արմեն Դանիելյանը թույլ չէր տալիս խոսել։ Խոսելու իրավունք չէր տալիս։ Դուք էլ դրսում, պարոն Փաշինյան,
Ասում եք, որ այստեղ դատարան չկա, կամ միայն դատարանի շենք եւ դատավոր չկա։ Ինձ հետաքրքիր է պատմեցիք արդյոք մի այդ նախագահին, որ օրենքի, իրավունքի, դիկտատուրայի շրջանակներում Արմեն Դանիելյանին վերաքննիչից տարել եք վճռաբեկ դատարան։ Հարց 1, հարց 2։ Ինձ հետաքրքիր է, երբ բացահայտեցիք Արմեն Դանիելյանի բացառիկությունը։ Եղոյան։ Երբ պարզեցիք, որ Դանիելյանը գանձ է, գտածո է։ Խամոյանի ձևակերպմամբ գանձ Արմեն Դանիելյանի մասին Փաշինյանն ու Գիամորը չեն խոսել։ Վարչապետի խոսքով Հայաստանում դատական բարեփոխումներն են ընդամենը քննարկել։ Չեն քննարկել անհատներ, անձեր եւ անհատական դրվագներ։ Thank you so much. Thank you. Կարնե Մանգասարյան, Արաքել Օհանյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։